Նորից բարի լույս։ Հուսեյն Բոլտ, մարդ, ով բոլորին հայտնի է իր ամենաարագ մարդը երկիր մոլորակի վրա լինելով։ Մարդ, ով ունի երրորդ կարգի հարթաթաթություն, երկրորդ կարգի սկոլիոզ, ողնաշարի շեղվածություն եւ 2 անգամ կտրել է ոտքի երկգլխանի մկանը։ Սակայն տվյալ փաստերը իրեն չեն խանգարել լինել լավագույնը, բազմաթիվ անգամ համաշխարհային ռեկորդակիր, օլիմպիական չեմպիոն եւ լավ սպորտսմեն։ Դմիտրի Կլոկով, ռուս հայտնի ծանրամարտիկ, ում ուղղակի վիզուալ դիտելով ակնհայտ տեսնում ենք իր մարմնի սպորտի համար, ծանրամարտի համար մասնավորապես ոչ բարենպաստ գենետիկայի տվյալները, մասնավորապես ոտքերի ակնհայտ շեղվածությունը, սակայն դա իրեն նույնպես չի խանգարել լինել օլիմպիական մեդալակիր։ Ինչի համար է մեզ ամենը շեշտում։ Ժողովուրդ, բոլոր այն մարդկանց համար, ովքեր իրենց մարմինը համարում են ոչ սիմետրիկ, ինչ որ հարցերում ոչ համապատասխան եւ փորձում են ի սկզբանե շտկեն այս կամ այն խնդրեմ, օրինակի համար շատ հանդիպում ենք մի ուսս մի փոքր ավելի բարձր է, քան մյուսը ու համանման դեպքեր խորհուրդս ձեզ մինչև չսկսեք զբաղվել ձեր մարմնով, մինչև ֆիզիկական աշխատանք չկատարեք, տվյալ process-ը չի շտկվելու։ Մի փորձեք սկսել հակառակ կողմից։ Հավատացեք, գիտեմ ինչ եմ ասում։ Եվ հաջորդիվ ես ցույց կտամ մի վարժություն, ավելի ճիշտ կոնկրետ մեթոդիկա, ստրատեգիա, որի միջոցով մենք կարող ենք ամրապնդել մեր մեջքը այնքան, որքան որ լինում է սուպերհերոսների մոտ ճակերտավոր։ Քանզի միշտ նշել եմ եւ նշելու եմ, ցանկացած դեպքում ամուր մեջքը գլխավոր նախադրյալն է առողջ մարմնի։ Իսկ հիմա մենք ունկնդրում ենք, թե ինչպես է Էմանուելան ցույց տալիս հասարակ հիպերէքստենզիվ մկանների համար զարգացնող վարժության ստատիկ պահումը։ Ինչու ստատիկ։ Ես ձեզ խոստանում եմ, հարգելի եւ սիրելի հեռուստադիտող, եթե կիրառեք հետեւյալ մեթոդը, որը հենց հիմա կբացատրեմ, ամիսներ հետո դուք այնպիսի ամուր մեջք կունենաք, որ իսպառ կմոռանաք ձեր գոտկատեղի ցավերի մասին։ Մասնավորապես, մեր մեջքի հիպերէքստենզիվ մկանները լինելով աննկարագրելի ուժեղ եւ ունենալով հատուկ սպეციფიკություն, շատ արագ են վերականգնվում։ Ուստի տվյալ մեթոդը դուք կարող եք կիրառել նույնիսկ շաբաթական 4-ից 5 անգամ, զգալով, որ տվյալ օրը դուք ի վիճակի եք այն կատարելու։ Եթե տնային պայմաններում նման հարմարանք չունեք, ապա կարող եք ուղղակի անկողնու եզրին հենել ձեր կոնքազդրային հատվածը եւ ինչ-որ մեկին տանեցիներից խնդրելով ձեր ոտքերը պահեն։ Այո, լայֆխակ, օգտվեք։ Իսկ եթե մարզասրահում եք, հետեւյալ կերպով եք սկսում։ Փորձում եք ստատիկ պահել այնքան, մինչև ձեր մարզվածության աշճանը թույլ կտա 3 րոպե անդադար մնալ տվյալ վիճակում, տվյալ դիրքում։ Սա առաջին քայլն է։ 3 րոպե։ Դա կարող է տևի 1 ամիս, դա կարող է տևի 2 ամիս, սակայն խոստանում եմ շատ երկար սպասեցնել չի տա։ Ֆիքսեցինք։ Երկրորդ քայլը նույն ստատիկ իրավիճակը պահպանելով 1 ոտքով։ Ստեղ 3 րոպեն մի փոքր շատ կլինի, ուստի պետք է ձգտել հասնելու ամեն ոտքի համար գոնե 2-ական րոպեի։ Եվ վերջապես երրորդ կարևորագույն քայլը։ Առաջին 2 քայլը համարենք նախավարժանքին համահունչ, իսկ երրորդը արդեն կատարելու ենք մոտեցումներով։ 3-ից 4 մոտեցում, սակայն ամենակարևորը յուրաքանչյուր մոտեցմանը պետք է ձգտենք հասնել 30 կատարման։ Առաջին անգամները մեծ դժվարությամբ կտրվի նույնիսկ 15-ից 20 կատարումը, սակայն կարճ ժամանակահատված հետո, շաբաթներ կամ ամիսներ հետո, ես ձեզ խոստանում եմ, հասնելով 30 կատարմանը, դուք երբեք մեջքի ցավ այլևս չեք ունենա։ Նույնիսկ ծանր վարժություններ կատարելիս, լինեք թե տնային պայմաններում, լինեք թե մարզասրահում։ Իսկ մոտեցումների մեջտեղում ընկած հանգիստը պետք է տևի 3-ից 4 րոպե։ Օգտվեք, եղեք առողջ եւ եղեք Էմանուելայի պես գեղեցիկ եւ սլացիկ։